Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարելույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Սիրելի քույրեր, եղբայրներ, երբեք կարևոր չէ որ մարդ ինչ արտաքին ունի, որովհետեւ կարևորը մարդուն ունեցած իմաստությունն է։ Մարդիկ գրնալալ որ արտաքինով շատ գեղեցիկ ըսկեսներ հագնին, բայց եթե իրենց բերանը փանան, ավելի լավ է որ բերանին չփանան։ Ժողովրդական ասացվածք մգա գներեք, բայց հաջող այսօր շատ կգործածվի Հայաստանի մեջ։ Ինչ է էշ դուրս կուտաս։ Բատմեմ ցեզի իշում բացմությունը։ Օրմը էշ անդարի մեջ քալած ժամանակ գտեսնի արույձի մորթ, որ սորտը մորտազեր ծրածի արույձը եւ մորթը մեգանգյուն տապած է։ Էշը հանգարց միտ մգխորի իր վրա գարնե արույձի մորթը եւ ինքզինք գզկա իբրև անդարի թակավորը։ Եվ երբ գսկսի այդ արույձի մորթով բադված, ձբդված անդարի մեջ կալել, հանգարց անասունները, որ զին կտեսնեն, գսկսին իրենց վախեն փախչիլ։ Երբ էշը կտեսնե, որ գենտանիները իր մեկը փախչին, ինքզինք ավելի արույց գսկա եւ խնդուկը չի գտնար զսպել ու բարձրացային գսկսի զռալ։ Հանգարց այդտեղեն որ աղվեսը գանցներ եւ ինքալ որ դեսած էր արույցը ու գփախչեր, լսելով էշին զռոցը գան կառնե գմոդենա իշուն եւ գսե վայ էշ վայ, եթե բերանդ փակ բահած լայիր բիդի փախչեի քեզմե, որովհետեւ կարծեցի որ արույց ես, դեսկդ արույցի բես է, բայց երբ որ ըսկսար զռալ, երբ որ բերանդ փացիր, տեսա որ նույն էշն ես։ Երանի թե բերանդ փացած չլայիր եւ այդպես արտաքինով քալեիր, այդպես վախ կբաճարեիր, բայց հիմա որ բերանդ փացիր, արդեն իշությունդ հայտնվեցավ։ Սիրելի քույրեր, եղբայրներ, այս բացության բարոյական տասը այն է, որ հաջող մարդիկ իրենց արտաքինին վրա շեշտը գտնեն, բայց երբ իրենց բերանը փանան, դժբախտաբար իմաստություն չկա։ Արագած գրքի մեջ վերջին գլուխու մեջ 31-րդ գլխու մեջ երբ գխոսվի արաքինի գնոջ մասին, այնտեղ ըսկանչելի խոսք մգսվի արաքինի գնոջ համար։ Պիտի գարտամ 26-րդ համարը գսե իր բերանը իմաստությամբ կփանա եւ իր լեզվին վրա քաղցության օրենք կա։ Արաքինի գինը նույնպես արաքինի մարդը իր բերանը իմաստությամբ կփանա։ Մարդիկ կան սիրելիներ, որոնք արտաքինով գուզեն իրենց թիմակիցը փոխել, իրենց անձը ուրիշ ցույց տալ, բայց հազիվ իրենց բերանը փացած կտեսնես որ ինչ մագարտագի մարդիկ են։ Այսօր դժբախտաբար մեր ազգի մեջ շատ կան այդպիսիները եւ հատկապես այսօր ազգային ժողովին մեջ այնպիսի բաներ կտեսնենք ղեկավարներու կողմէ, որ գապշեցնե մեզի, կմտածենք որ ազգային ժողով է ասիգա, թե ոչ հավաքածոմը, որ կոստյում հագածեն եւ այդտեղ կներկայանան, բայց իրենց մեջ իմաստություն չկա։ Տեսեք ինչ կսե Արագած գրքի 13-րդ գլխու 18-րդ համարը։ Մարդիկ կան, որոնց ամիտ խոսքերը սուրիբես կխոցոտեն, բայց իմաստուններուն լեզուն բժշկություն է։ Մարդիկ կան անմիտ են
իրենց խոսքերեն կգիտնանք, որ անմիտ են։ Երբեմն կտեսնենք հակված, շտկված, դուրսեն կգարձենք, որ այսինչ պատվավոր մարդ է, բայց երբ որ բերանը կփանա անմտությամբ, կգիտնանք, որ անմիտ է։ Մինչդեռ իմաստուններուն լեզուն գսե բժշկություն է։ Գամ դեսեք ինչ կսե սիրելիներ դարձյալ Արագած գրքի այս անգամ 10-րդ գլխու պիտի գարտամ ցեզի նախ 10-րդ համարը գսե իմաստունին շրթունքներուն վրա իմաստություն կգտնվի։ Իմաստունին շրթունքներուն վրա իմաստություն կգտնվի, բայց բագասամիտ եղողին գրնագին համար կավազան պետք է, որտեղ բագասամիտ է, անոր շրթներուն վրա իմաստություն չկա, այլ անմտություն կա։ Գամ նույն Արագած գրքի 10-րդ գլխու մեջ այս անգամ գարտամ ցեզի 21-րդ համարը արդարին շրթունքները շատերուն առաջնորդություն կնեն, բայց հիմարները խելքի բագասութենե գմերնին։ Երանի թե իմաստությամբ լեցուն ղեկավարներ ունենանք սիրելիներ։ Երանի թե մենք ալ իմաստությամբ լեցվինք, իսկ գրնանք իմաստությամբ լեցվիլ, անշուշտ, որովհետև սիրելիներ իմաստությունը Աստուծո մեկ է։ Իմաստությունը գիտութենեն, աշխարհի գիտութենեն դարբեր է։ Մարդիկ գիտությունը գրնան ամփարել, քիրքերեն, ցանկեն, բայց իմաստությունը Աստուծո մեկ է։ Սուրբ Ներսես Շնորհալի Հայրաբեդը ինչ կաղոթ է։ Գսե իմաստություն հոր Հիսուս, դուր ինձ իմաստություն։ Ով հորի իմաստությունը։ Հիսուս, ինձ իմաստություն դուր։ Եվ Հակոբոս դիարնեղբայրը իր գրած նամակի առաջին գլխու 5-ն 8 համարներու մեջ հետևյալը գսե. Եթե ցեզ մեկը գսկա թե անհրաժեշտ իմաստությունը չունի, թող խնդրե Աստուծմե, որ բոլորին գուտա արադորեն եւ սիրահոժար գերբով, եւ Աստված պիտի դա իրեն։ Խնդրենք Աստուծմե եւ Աստված պիտի դա։ Բայց թող խնդրե հավատքով առանց երկմտելու, որովհետև երկմիտ մարդը կնմանի ծովու ալիքներուն, որոնք հովերեն կշարժին ու կդարուպերին։ Այնպիսին թող չագնգալե, որ դերը գուտա իր խնդրածը, որովհետև երկմիտ մարդը իր բոլոր քայլերու մեջ անհաստատ է։ Երբ Սողոմոնը թագավոր եղավ Բադանի դարիքին, եւ դերը իրեն հարցուց. «Ինչ կուզես, պիտի դամ քեզի»։ Սողոմոնը Աստուծմե իմաստություն խնդրեց։ Այսօր երանի թե մեր թե հոգևոր, թե աշխարհիկ ղեկավարները Աստուծմե իմաստություն խնդրեն, ոչ թե ամիտ, ինչպես ժողովուրդը գսե, էշ դուրս տան եւ իրար վիրավորեն, ասկային ժողովը դարձնեն խայտարակ հրաբարագի եւ մարդիկ դիդեն, ծաղրեն, բժկան, զզվին։ Սիրելիներ, իմաստուն ղեկավարներն են, որոնք կրնան իմաստուն խոսիլ եւ ժողովուրդը առաջնորդել։ Իսկ մենք հավատացյալներս գարիք ունենք սիրելներ Քրիստոսի իմաստությամբ լեցվելու։ Գգարտամ ցեզի Գողոսացներու նամակի 3-րդ գլխու 10-ն մինչև ուրեմն մինչև 17 համարները 16 եւ 17 համարները ուր առաքյալը գսե. թող Քրիստոսի խոսքը ծեր մեջ բնագի իր ամբողջ հարստությամբ, որբեսի գադարյալ իմաստությամբ սորվեցնեք իրարու եւ իրար խրադեք եւ սաղմոսներով, օրհնություններով ու հոգեվոր երգերով ծեր սիրտերու մեջ շնորհակալությամբ զաստված օրհներկեք։ Եվ ինչ որ ալնեք, խոսքով թե գործով, միշտ Տեր Հիսուսի անունով ըրեք, անոր միջոցով գոհություն հայտնելով Հոր Աստծո։ Ամեն։ Իմաստությամբ լեցվինք սիրելներ, որբեսի իրարու հետ իմաստությամբ խոսենք, իրար խրադենք, իրար օգնենք, իրար ուղենք։ Եվ այդ ժամանակ է, որ մեր ազգը պիտի կարողանա ոտքի ելնել։ Հետևաբար, արդակին կոստումները չեն, որ մարդս իմաստուն կդարձնեն, այլ մարդու սրդի, մտքի, լեզվի մեջինն է, խոսքն է, իմաստուն խոսքն է, եւ անոր իմաստուն արարքն է, որ մարդս
իմաստուն կդարձնե։ Հետևաբար, սիրելի քույրեր եղբայրներ, իմաստությամբ ապրենք, իմաստուն ձևով կործենք, որբեսի մարդիկ երբ մեզ տեսնեն, ոչ թե մեր արտաքինը տեսնելով փորձեն հարգել, բայց երբ մեր բերանը փանանք, մեր ամդությունը տեսնեն, ծաղրեն մեզ, այլ մարդիկ մեր իմաստուն խոսքերը տեսնելով իմանան, որ մենք Աստծո զավակներն ենք։ Հետևաբար, Քրիստոսի իմաստությունը մեր վրա առնենք եւ մեր շրջապատի մեջ իմաստուն կյանքով ապրենք։ Աստված ձեզ արադաբես տողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։